Դե լավ չի։ Դա սովորել ես դիք։ Там стоит. Тик, най, вообще софтверերը պետք է resolve անեի։ Ոչ միտեղ resolve reject-ը չես օգտագործում։ Չէ, ինքը դեպիլոտ բան է, տիկ։ Promise-ը որ սարքում ես։ Նայ, որտեղ դենիտ իմաստը կորում է, եթե դու resolve կամ reject չես կանչում։ Են console logo արել է։ Էնի չի աշխատում։ Էսի դեպքում reject դիգերեն։ Դա, այսինքն տոյք ջան, սենց է, եթե դուք resolve կամ reject ֆունկցիաները չեք կանչում, ձեր դեն գրած ֆունկցիան կարող ուղղակի ջնջեք։ Որտեղ ինքը բացարձակապես իմաստ չի ունենում, հա, չի աշխատում։ Ու սա էս promise-ների իմաստը այնա, որ գաղափարապես հետևյալն ասում է, եղբայր, դու ինձ աշխատանք տուր, ես անեմ։ Ասում եմ, հենց պատրաստ ելնի, քեզ կասեմ կամ եղավ կամ չեղավ ախպեր։ Այսինքն ոնց որ project կոդներ է կապչատում ես հավետում։ Չէ, նույն բանն է այդ լուծել։ Չէ, այն որ դու բանը այս նույնը գրում ես։ Ընդհանրապես հիմա այս նույնը գրում ես պրոստը։ Հիմա նայ, ես լրիվ նույն բանն է, երբ որ ես այսինց անեմ, պրոստը գրեմ։ Դիտով կարճանում։ Չէ, գրեմ պրոստը կոնստանտ բառն հավասար է։ Բայց ինձ կոնստանտիկան չէ, չէ։ Էսի սենց բառայի վրա էլ։ Всё, նույն բանն է, չէ, տենց ինքը էական вообще տարբերություն չի տալու։ Դե հա, այս ֆունկցիան պետք է կանչեմ, պրոստը ես այն վաղտանան ֆունկցիա է գրել։ Всё, նույն պատմությունն է, պրոստը դերի մեջ։ Տիկ ջան, այս timeout-ը սիմուլյացիա է։ Ինքը իմաստ չունի սենց։ Բալար ջան, մենք հաստատ հետո promise-ի մեջ պրոստը set timeout չենք գրելու, այդ իմաստ չունի։ Promise-ը։ Հիմա նայ, promise-ը ինչի է կարևոր հասկանալը, հա։ Promise-ով խնդիր տվեք, դուք կարող եք օրինակ լուծեք, չգիտեմ, տարին մի 3 անգամ, էդի JavaScript-ով, բայց օրինակ Angular-ում կա promise-ի զարգացած տեսակը, որ դուք ջան, ընդ գրեթե ամեն վարկյանը մեկ դու promise ես գրում։ Հա։ Հեսա կակրած այսօրվա թեման այն թեման է, որը որ կհասկանաք, թե promise հասկացողությունը ինչի համար։ Բայց նայ, տիկ ջան, այս ամեն ինչը մենք ինչ-որ գրել ենք այս set timeout, met timeout-ը։ Գիտես էս իզուտ մեզ ինչով է օգնել, որ եթե չլներ օրինակի համար եմ ասում, promise-ը, դու երբեք չէիր իմանաս այս resolve-ով արած ինֆորմացիան, դու երբեք դենի մեջ չէիր ստանալու։ Այսինքն նայ, set timeout-ը ինչ էր անում, դու իր ֆունկցիա էր տալի, ինքը գնում էր իր գործերով։ Դու երբեք հետադարձ control չունեիր դրան, տիկ։ Դու հետ ոնց էիր հետո վեգալել տենաս լավ set timeout-ը վերջի ինչ արես տիկ։ Այս promise-ը տվեք, promise-ի մեջ փաթաթելը, հա, եկեք սենց ասենք, promise-ի մեջ փաթաթելը այն էֆեկտ ունի, որ ես control եմ վերցնում։ Ես control եմ ստանում արդեն այս set timeout-ի callback ֆունկցիային։ Այսի set timeout-ի callback ֆունկցիան է, չէ՞, տվեք, որի 3 վարքան հետո կանչվելու։ Այսինքն եթե ես սա դուսը գրեմ, հետո հարցնեմ տիկ ջան, բա որ այնտեղ թիվ եղավ, ինչ կասես ախպեր, ինչ իմանամ։ Set timeout-ներ տվեք callback-ին գնաց ինձի։ Այս promise-ի մեջ փաթաթելուց հետո ես դենով control-ը վեկալ եմ ձեռը։ Տիկ ջան, կարող է այդ թիվը ես վեկալում եմ, պահում եմ local storage-ում։ В общем, տուդիմ մի հատ եկավ կարող է պատմություն եմ գրում դրա վրա, էլ։ Բայց տեք ջան, promise-ի ամբողջ իմաստը ու գործածությունն ու չեմ ասում ամբողջ, որտեղ promise-ը շատ լավ բան է ու անդադ շատ ավելի մեծ կիրառություններ ունի, տեք, պրոստը դա ավելի բարդ ու լուրջ խնդիրների համար, հա։ Բայց promise-ի հիման վրա տվեք, սարքել են, promise-ի հիման վրա, սարքել են։ Օտար տեղերից կամ այդ server կոչվածներից, տվյալների բազայից ինֆորմացիա բերելու մասը։ Չեմ ասում ինքն է անում, բայց իրա հիման վրա են սարքել։ Այսինքն Վալեր ջան, վերցրել են promise-ի գաղափարը, Գուրգեն ջան, ու վրան այնց են բան են դաբավի տալի, որ ախպեր դու կարողանաս server-ից ինֆորմացիա վերցնես։ Ու դրա վրա աշխատես, լավ։ Տիկ ջան, ինչի է պետք մեզ, որ մենք promise-ը, հիմա պատկերացրու ես promise-ը քեզի զանգված պետք է տա։ Հա? Ինչ է տվյալների բազան, տիկ ջան, երբ որ դուք տվյալների բազային դիմում եք, ասում եք տուր ինձ բոլոր օգտատերերին, տիկ ջան, ինքը ինչ անելու, զանգվածը հավաքելու օբյեկտներով, ուղարկի քեզ, չէ։
Ինքը չի պրալու, ինքը տալու է քեզ, ինչ ուզում ես արեք, ուզում ես կոնսոլ լոգ արա, ուզում ես գնա դատա նկարի, հա? Այսինքն տես տվյալների բազայի միտքը, տվյալների բազայի գործառույթը այնա, որ ուղղակի քեզ այդ զանգվածով ինֆորմացիան տա, տիկ ջան, թե ինչ կանես այդ ինֆորմացիայից, ինքը դրա հետ գործ չունի։ Բայց հիշում եք նորից, ինչ էր կատարվում, երբ որ մի հասարակ բան եմ ասում։ Ես մի որ զանգում Գուրգենին։ Տայք գուդոկը էթում է, գնում է ցանցը Գուրգենին գտնում է, Գուրգենը պատասխանում է հետա ինձի գալի, ազդանշան որ Գուրգենը վերցրել է հեռախոս։ Նոր այդ վաղ սկսում ենք մենք խոսալ։ Տղեկ նույն պատմությունը ստեղ անելու։ Եթե դու տիկ ուզում ես տվյալների բազայից ինֆորմացիա վերցնես, Վալեր ջան, նախ դու պետք է զանգ տաս սերվերին։ Զանգ տաս սերվերին, սերվերը քեզի կասի ախպեր, հայ ես ստե եմ, կարոջ, ես ակայնի տենամ, ինչ ես ուզում։ Սերվերը այդ ինֆորմացիան մինչև հավաքի Վալեր ջան, նես չի, ասենք ձերի տակ դրած է, պետք է այդ հակտնի քո ուզածի հիման վրա տիկ չա, եկա բան անում, էլի խոսքի ասենք հսկայական տվյալներ ունի։ Դու քո զանգի հարցումից կախված, չէ՞, ոնց որ դու օրինակ զանգում ես ինչ-որ հարցով։ Մի օй, սաղ կյանքս չեմ պատմում, ինչի համար զանգել ես, դրա համար պետք է պատասխանեմ, չէ՞, քեզ քո հարցի։ Նույն բանը անում է տղեկ ջան, սերվերը։ Այսինքն ինքը քո հարցումից կախված տղեկ հավաքում է այդ ինֆորմացիան, վերջում տիկ ջան, զանգված է ուղարկում կամ օբյեկտ է ուղարկում, դա երկրորդական։ Բայց տղեկ, դա վարկանական չի կատարվում, ու չգիտեմ ինչքան ժամանակում է կատարվում։ Ու вообще հարց է, կատարվում է թե չի կատարվում։ Այսինքն տես էլի հետ են գալի դիք էս պրոմիս գաղափարի։ Այսինքն դու չգիտես մի բան, որ օրինակ դիմել ես սերվերին ինչքան կտևի, որտեղ ախպեր ինտերնետից է դա կախված նախ։ Հա? Вообще կախված է Գուրգեն ջան, այդ սերվերը вообще սպայն միացած է կամ կարող է սերվերը նագրուսկի տակ է։ Դա եթե սերվերը նագրուսկի տակ եղավ, այն զապրոսը որ միշտ Վալեր ջան արել ես ու տևել է մի վայրկյան, կարա տևի 5-6 վայրկյան։ Вообще միջինում տվեք, որպեսզի պատկերացում կազմեք։ Տվյալների բազային զապրոս անելու, տվյալները հետ ստանալ process-ը կարա տևի մինչև 30 վայրկյան։ Այսինքն տես դու 30 վայրկյան կարող ես սպասես այդ տվյալները գան։ Հիմա պատկերացրեք սիտուացիա, որ մենք ունենք promise, գերում ենք zaпрос-արա ու սպասում ենք կոդը։ Պատկերացրու, հիշում եք այն դվիժոկը, որ պատմում եմ։ Հիմա պատկերացրու JavaScript-ի այս կատարողն է, չէ՞։ Հիմա պատկերացրու կատարողը 30 վայրկյան, սա լոկ նստած է տալի։ 30 վայրկյան ոչ մեկ ոչ մի գործ չի անում։ Ինչի որտեղ ախպեր, սպասում ենք սերվերից պատասխան։ Բայց եղա։ Դիք չէ, եթե դու տակը for ունես, քիչ ես վռում այդ for-ը ախպեր, սպասում ես, ինչ կապ ունի։ Եթե այն դեպքում եմ ասում, որ բեյ այդ սերվերի տվյալները вообще կապ չունեն Գուրգեն ջան, այդ քո գրած for-ի հետ։ Ինչի դնես ամբողջ մատորը հանգցնես, տղեկ, ինչա մագը պետք է միացնես խոսքի։ Հա? After գնում ես, ինչ Վալեր ջան, խոսքի մի որ ուզում, չգիտեմ, կանցաներ միացնեմ պետք է մատորն անջտեմ, չէ։ Այսինքն դες մի process-ի պատճառով չպետք է մնացած process-ները կային։ Տեք դրա համար մեզի եկավ promise-ը։ Promise ասեց եղբայր, դու ոչ թե նստի էշեր սպասի։ Հա, ոչ թե նստի էշեր սպասի։ Այլ ասում է եղբայր, դու այդ առաջադրանքը թող ինձ։ Ասում է երկու հատ կնոպկա կա ձերս։ Կասեմ լավա, կասեմ վատ ախպեր։ Resolve ու reject։ Այս resolve ու reject-ները Գուրգեն ջան, որ խորանում ենք ինչա ֆունկցիաներ, չի։ Կանչել ես, չէ՞ դի։ Փակագծերով կանչել ես։ Եթե մի բանը փակագծերով կանչել ես, ուրեմն ինքը ֆունկցիա է։ Պարամետր է ընդունում Գուրգեն ջան, resolve ու reject ֆունկցիաներ, այո։ Любой պարամետր, այստեղ չկա թվային կամ եսի, ինչ տիկ ջան, ինչ ուզում ես ուղարկի, ասում է եղբայր, ես դու քո resolve-ը, ես էլ դու քո reject, ասում է եղբայր։ Ինչը որ քեզ պետքա դենի մեջ, դա էլ փոխանցի։ Ասում եմ, օքեյ, պայմանավորվեցի։ Այսինքն տղեկ ջան, promise-ը մեզ փրկում է այն հասկացությունից, որ ես ստիպված չեմ նստեմ սպասեմ, մինչև այդ ամեն ինչը ելնի, որ ես կարողանամ գործը շարունակել։ Որտեվ բուկվալնը տիկ ջան, ես դենի տակ, այս պրոստը։ Ես կարող գրեմ console log։ Console log, ես անցա ուրիշ գործի։ Տեսել ես դզեց, մզեց, в общем, էսի թողնա։ Հիմա նայեք, տղեկ, հասարակ օրինակի վրա, Պալուս ջան, ներում չէ էկրանը։ Իգնորես reload անեմ։ Տղեկ, ուշադիր եղեք կոնսոլը։ Դեմից ով է գրած, promise-ը չի գրած դիք։ Դեմից promise-ն է գրած։ Promise-ի մեջ просто set timeout կա, որ 3 վայրկյան զազերշկով աշխատելու, या resolve անելու, या reject։ Նույն այդ resolve-ի ու reject-ի պատասխանից կախված ես ինչ-որ ժամանակ հետո, չգիտեմ, 3 վայրկյանա թեթիկ ջան, 3.5 վայրկյան կտևի, հիշում ենք, նես չի set timeout-ը մեծ կա աշխատում։ Set timeout-ը կարա զազերշկա ունենա, որտեղ ես զբաղված եմ։
հա, կատարողի կարած զբաղված եմ։ Որից հետո տղեկ, ես անմիջապես Դեյնը, այս ոբշում այս սցենարը գրել եմ, ասել եմ ախպեր դե որ գա մի հատ սենց բան կանես կամ սենց ինչ-որ մի բան, ու տակից մի անգամից գրել եմ կոնսոլում։ Տղեկ, կոնսոլոգը սինխրոն գործողություն։ Այսինքն, իսկ Promise-ի մեջի գրած է ասինխրոնը։ Ասինխրոն գործողությունը ստեղծել եմ ու ասել եմ, երբ որ կատարվի ինձ կասես։ Դեյնի միջոցով։ Այսինքն կասես ու տվել եմ երկու հատ ֆունկցիա, տղեկ ջան։ Ասել եմ լավ դեպքում առաջի ֆունկցիան կկատարես, վատ դեպքում երկրորդ ֆունկցիան։ Ասել է օքեյ։ Ու անցել եմ իմ գործին, դիք ես չեմ նստելու սպասեմ։ Այս տողում ես չեմ կանգնելու։ Պատկերացրու ես JavaScript-ը Valor ջան չեմ գալու 14-րդ տողում լրմեմ մնամ, մինչև այդ գործողությունը ավարտվի, ինձի պատասխանը տա, ես ալերտն անեմ, նոր ասեմ console log-ին։ Գալիս ենք մի հատ նորից նայում ենք, բայց console log-ը արդեն եղել է տղեկ։ Հետևից alert։ Այսինքն չպետք է սպասի, ուզում ես դիք ջան, տակը 600-ած for գրեմ, ինքը պալյուբամը շուշուտ անելու է։ Ինքը ինչ իմանա եղբայր դու էդի երբ ես անում։ Այո, ու տղեկ ջան, вообще սենց է JavaScript-ը, այս երկրորդական է համարում այս ամեն ինչ։ Որտեղ նայ, ինքը այս սրանք տալիս է Valor-ին, հիշում ես, չէ, Valor ստեղ էիր նստում։ Ուրեմն այս ինքը այս promise-ն էլ է տալի Valor-ին, set timeout էլ է տալի Valor-ին եւ այլն։ Սա տալիս է Valor-ին, Valor-ը մինչեւ ախպեր ջան, այդ բուձելնիկը զանգա, բուձելնիկին նայի, ախպեր էդի տա տիկո, ինտիկո մինչեւ տակի, գուրգե ջան, ես այդ ընթացքում ես ու դու իրար հետ։ Այս console logger for սա իրար հետ առաջ կգցի։ Հա? Իլ անիմաց չենք նստի սպասենք, տղեկ ջան։ Okay։ Հիշեք մի բան։ Ինչքան էլ ուզում ա դուք promise գրեք, ինչքան էլ ուզում ա set timeout գրեք, ինչ ուզում եք արեք տղեկ։ Եթե դուք գրել եք promise set timeout ու տես բաներ, որոնք որ կոպիտ ասած ընկնում են երկրորդ պլան հետո պետք է հետ գան տիկ, իրանք կարան ավելի երկար տևեն, քան սինխրոն գործող, իրանք ավելի ուշ գան, քան կատարվե բրձելը։ Այսինքն կարող է promise-ը տեկել է խոսքի, եղել է Valor ջան, 3 վայրկյան հետո ուղիղ։ Բայց բեկա, ես կարամ for-ով զբաղված եմ, 6 տարիքանից կա։ ավելի երկար։ Հա, որտեղ կարող է գուրգեր ջան, ես եմ 1-ից մինչև միլիոնը թիվը for-ը ֆրոմտիկ ջան։ Դա լավա տա տևում է, էլի, նես չի խոսքի JavaScript-ի համար 1-ից մինչև միլիոն թիվը ֆրալը դենց հեշտ բան է։ Հեշտ է, բայց ժամանակատար է։ Okay, տղեկ։ Հիմա եկեք հասկանանք вообще այսքան ժամանակ տղեկ մենք չենք ունեցել այս հնարավորությունը, այսինքն մենք չենք կարած ինչ որտեղից data բերենք։ Ինչ ենք արել, մի հատ զանգված ենք սարքել, մեր մոտ գրել ենք այդտեղ կոնստանտ արերն հավասար է տուդիմ սուդիմ նա զանգված ենք սարքել տիկ չէ։ Ալեր ջան, օբյեկտ ենք սարքել, մեջի խոսքի, ոբշեմ, սես տվյալներ ենք լրացրել, չէ, այս վերջերս էլ էի ձեզ կուրսայինի համար ղրգել էի։ Ահա, տղեկ ջան, այս այն ինֆորմացիաներ, որ մենք պետք է ստանանք տվյալների բազայից։ Երբեք front-ը, հա, տղեկ JavaScript-ը։ Այս ինֆորմացիան իր մոտ չի բան Google։ Ուզես հարցնես, չեմ վերցնես։ Okay, տեսեք, JavaScript-ը տղեկ ջան, երբեք չի բռնում զանգված պահում իր մեջ, ահա։ Ավշո չէ, դե տղեկ ջան, լիքը բաներ կա ուզած մեր մոտ պետք է պահենք, որտեղ տվյալների բազայի հետ կապ չունի կամ Valor ջան, խնդիրների լուծելուց մեզի հազար ու մի բան է պետք է։ Բայց ինչ վերաբերվում է օրինակի համար ցուցակ նկարելու։ Տիկ ջան, եթե դու ունես հյուրանոցների ցուցակ, հաստատ էդի JavaScript-ի մեջ չի պահած։ Այսինքն այդ ձեր կուրսայինի զանգվածը տղեկ, եթե պետք է տվյալների բազայից դուք ստանաք։ Հա, որտեղ տվյալների բազան է, տղեկ, պատասխանատու այդ ամբողջ ցուցակը պահելու, այդ ամբողջ ինֆորմացիան թարմացված պահելու, լավ վիճակում պահելու, գները թարմացնի, բանանի։ Հիմա պատկերացրու դու այդ զանգվածը տիկ ջան, մի անգամ վեկալես դնես քո մոտ։ Ախպեր հյուրանոցա փակվում է։ Հյուրանոցկա չի աշխատում, հյուրանոցկա տեղ չկա, ախպեր ինչ ամեն անգամ մտնելու ես կոդից փոխես շուտ։ Չէ։ Դրա համար գոյություն ունի տղեկ ջան, տվյալների բազա։ Ու ադմինիստրացիա, այսինքն ադմինիստրատորները, տղեկ, հա, հատուկ գործիք ունեն, էլի մեր սարքած գործիքն է, որոնք մեր միջոցով մտնում են ու տվյալների բազային փոփոխությունները անում են։ Թե հյուրանոցը փակվել է, թե հյուրանոցի գներն է փոխվել, թե հյուրանոցի աշխատանքային ժամերն է փոխվել, թե ամբողջ տեղն է փոխվել եւ այլն, Valor ջան անընդհատ այդ մոդերատորները մտնում են, իրանք ծրագրավորողներ չեն, ուղղակի մարդիկ են, ովքեր այդ սպասարկման պուպուշ աղջիկներ են, հա։
Այապես, իրանք պրոստը իրանք գործը այնա, որ իրանք մտեն այդ ամբողջ ինֆորմացիան ուղղակի շուշ փոփոխ է, որպեսզի մենք ամեն անգամ այդ իրանք արածը չբռնենք, կոպիանենք ու դնենք մեր մոտ կոդի մեջ որպես զանգված տվեք, եթե արդեն ոնց էլ այդպես չի աշխատում, էլի։ Սարքել ենք տվյալների բազա, որը որ կառավարում է մեր back-end-ը։ Ու ամեն անգամ, երբ որ մենք ուզենանք ինչ-որ ինֆորմացիա ստանանք, տվեք, մենք ստիպված ենք դիմենք back-end-ին։ Back-end-ը նույն այդ սերվերում է գտնվում, ինչ-որ միտեղ Կանադա կամ չգիտեմ, Ամերիկա, եսի ինչ կամպյուտերի մեջ ու ոբշեմ, պատկերացրեք։ Հիմա մենք այսօր պետք է սովորենք Վալեր ջան, ոնց զապրոս անենք ու ստանանք տվյալներ։ Տղեկ ջան, սովորաբար երբ որ մենք պրոյեկտ ենք սարքում, պրոյեկտի համար մենք սարքում ենք նաև իր տվյալների բազա։ Ամեն պրոյեկտ իրան ունի, տղեկ ջան, Facebook-ին է, իրանց back-end-ն է սարքել, հա, իրանց առանձին տվյալների բազան է ու տիկ ջան։ Այնտեղ այնց անվտանգության համակարգը գրած, որ ոչ մեկ դրան մոտիկ չկարողանա դաժե գնալ։ Հա? Ու եթե մենք մի հատ պրոյեկտ սարքենք, մենք սարքենք դրա համար back-end, դրա համար կսարքենք մեր Angular-ի framework-ով պրոյեկտը ու կկպցնենք հետո իրար եւ այլն եւ այլն։ Այսինքն սովորաբար սենց է, տղեկ ջան։ Թիմով աշխատելու դեպքում աշխատումը ենթադրենք ամենապուճր պրոյեկտի վրա 2 հոգի։ Մի հատ front-end անող, մի հատ back-end անող։ Զուգահեռ իրար գալիս եք ախպեր։ Դու գիտես որ այս ֆունկցիոնալն է պետք։ Դու դրա front-ն ես սարքում, ինքը back-ն է սարքում։ Բրծելեք երկուսը դե բերում կպցնում եք իրար ձեր սարքածները։ Stick-ով տալիս եք, հասնում եք առաջ։ Հա, այսինքն Վալեր ջան, մեկը ոչ back-ի սարքած իմաստ ունի, եթե front-ը չկա, ոչ է front-ի սարքածը, եթե back-ը չկա։ Հիմա stick-off-ի համար, տղեկ, մեզի մի հատիկ գործիք է պետք, այդ զանգելու բանն է, էլի։ Հա? Հեռախոսն է պետք։ Հիմա նայեք, տղեկ, գոյություն ունեն, քանի որ ես չեմ կարող օրինակ հիմա դնեմ Facebook-ի մեջի ինֆորմացիաները, sense բերեմ, նկարեմ, որտեղ տիկ ջան, եթե անկարծ ես փորձեմ զանգեմ Facebook-ի սերվերին, կասեն դավայ է։ Ես չեմ կարող դից ինֆորմացիա վերցնեմ դրսից, հա? Ինչ եմ ասում դրսից, որտեղ իր կայքի մեջից չեմ ես այդ անում, ինչ որ կամայական ինչ որ անկապ կոմպից եմ անում կամ եսի ինչ եմ անում, հա? Գոյություն ունի տղեկ ջան, test API-ներ։ Նոտ լավը կար, գիտես։ Node.js է ինչ է։ Չասում ես եք ասեմ։ Տղեկ ջան, ուրեմն էսի սիմուլյացիա է անում, հա? Տիկ ջան, ինքը քեզի հասցեներ է տալի։ Դու այդ հասցեին դիմես, ինքը քեզի ձևական ինֆորմացիա է տալի։ Հա? Հիմա որպես այդպեսին եկեք մի հատ, էս նորի ունեք sense բան ունի, ասում ախպեր, դու ինձի որ դիմես, ես քեզի 100 հատ post կտամ։ Կամ comment կտամ, կամ ֆոտոներ կտամ, to-do list-եր կտամ, 10 հատ user կտամ։ Կոմբինացիան լայքեր, ավտոմատ շատ են ավելնում։ Այապես, հա։ Ամին նայ, ինքը այսինքն զանգված է տալի Գուրգեն ջան։ Մեծ զանգված է տալի, որտեղ օբյեկտները։ Վալեր ջան, ամեն օբյեկտը մի հատ user է։ Հա, նա ինչքան տվյալ է պահում, ID, անուն, ազգանուն, email, address, phone, website, company name, տղեկ ջան, էսի ես որպեսի տիկ ջան, copy չանեմ տանեմ իմ մոտ, ես պետք է զապրոս անեմ իրան ու ստանամ։ Հա? Հիմա, էսի իրա հասցեն է տղեկ։ Ոնց է որ Facebook-ը իր դոմեյնն ունի եւ այլն, էս էլ իրա հասցեն է։ Տիկ ջան, /post-ին դիմեմ, կստանամ post-երը, /users-ին դիմեմ, կստանամ user-ների։ Հա, պատկերացրիք տղեկ ինչ է կատարում։ Բայց էսի հեշտ է, երբ որ ուղղակի ստեղ շփթփ բան եմ անում, բայց իրականում կոդով լրիվ ուրիշ պատմություն է տղեկ։ Գնացինք կոդ։ Սարքում ենք ֆունկցիա get and throw list։ Ասում եմ, այսինքն բեր եւ նկարի ցուցակ։ Հա։ Տղեկ ջան, հենց JavaScript-ի են Zavadskoy պապական, հա, այն AC chest-venի վիճակով, էդի fetch չա կոչվում, հա, զանգելու հրամանը։ Տղեկ, եկեք fetch-ը մի հատ արագ ցույց տամ, բայց մենք երբեք fetch չենք օգտագործելու, որտեղ ինքը ժամանակակից չի ու դուրս է եկեք կոպիտ ասած այդ ամեն ինչից։ Տղեկ նկատեցիք, որ fetch, եկեք լավ մի հատ արագ ես գրելաձև ցույց տամ, չեմ ուզում ստե ավելի ծածր կանեմ, էլի։ Եսա նայ, իրա օրինակը, ես հասցեն եսի թողենք, հա, user-ը թողենք։ Տղեկ դենը ծանոթացած ես։ Հա,
Հիշում եք, որ ասում էի այդ զանգելու հրամանը հիմնված է Վալեր ջան, ավելի շուտ ժառանգվել է promise հասկացողությունից։ Դիք ջան, երբ որ դու fetch ես գրում, fetch զանգի հրամանը իր տակ սարքում է new promise եւ այլն։ Այսինքն երբ որ ես գրելու ունեի, հավես, Վալեր ջան, եթե ես գրելու ունեի ես սարքեի ես fetch-ը, Ձեզ մի հատ բան էի գրելու, որը որ քո ասացի պես return է անում, տղեկ ջան, new promise։ Չէ, տիկ ջան, ինքը վերադարձնում մի հատ promise։ Ահա, այս է։ Ու տղեկ ջան, ինքն է իր հերթին ունի resolve, ունի reject, հա? Ինչ-որ բան է ստուգում, տղեկ ինքը տակից։ Հա? Բան է ստուգում, տիկ ջան։ Դրանից կախված կամ resolve անում, կամ reject անում եւ այլն, հա? Պատկերացրինք, բայց քանի որ տղեկ ջան, ինքը վերադարձնում է մեզ խոստում, չէ՞։ Խոստում։ Ես կարող եմ դենով հետևեմ դրան։ Տիկ ջան, միակ ստիկով կես դենն է։ Վալեր ջան, եթե այս դենը չլներ, ես այս ֆունկցիայի վերցրած, բերած տվյալներին ոչ մի ձևով կոնտրոլ չունեմ, տղեկ։ Չկա պրոստը, տարբերակ չունեմ ես։ Պետք է fetch-ին խնդրեմ, որ ինձ այդ խոստումը վերադարձնի, որ ես ասեմ, ախպեր, երբ որ ըլնես սենց։ Երբ որ ըլնես էսի արա, երբ որ ըլնես էնի արա։ Տղեկ, fetch-ը ինչի չի օգտագործվում, որտեվ երկու հատ դեն ենք գրում։ Հա, երկու հատ դենով է սրա ձևը։ Որտեվ ինքը նենց ֆորմատով է վերադարձնում, որ մի հատ է վերից պետք է response JSON-անես չեմ ուզում խորանամ, տղեկ, որ տենակ հիշեք, որ ախպեր fetch-ը հինա, դրա համար երկու հատ դեն է գրվում վրա։ Եկեք, որպեսի պարզ լինի, նայ, հեսա մի քիչ հետո կոնսոլում կհայտնեմ այդ ինֆորմացիա։ Ֆունկցիան չեմ կանչ։ Եկավ։ Նայ 10 հատ զանգված է Գուրգեն ջան։ 10 հատանոց զանգված է։ Վալեր ջան, դու կոդում քո սեն զանգված ունես, չունես։ Զանգել ես, պատվիրել ես, բերել են Վալեր։ Հա? Տղեկ ջան, պատվիրել են, բերել են, տվել են ինձ։ Զանգի կոճակը կոպիտ ասած զանգի օպերատորը տղեկ ջան, կոչվում է fetch։ Կոչվում է fetch, հա? Ու fetch-ը բանա, fetch-ը նրա համար է, որ իրան հասցե տանք, տղեկ, ու ինքը մեզի բերի ինֆորմացիա։ Տղեկ ջան, յուրաքանչյուր կոմունիկացիա back-end հասկացողության հետ, որ մենք պետք է զանգենք, կատարվում է չերես fetch։ Տիկ ջան, fetch-ով մի քանի հատ տարբերակ կա, օրինակ։ Գուրգեն ջան, առաջի տարբերակը այն է, որ ինձ ինֆորմացիա պետք որ տան։ Վալեր ջան, բայց միշտ չի, որ ինձ ինֆորմացիա պետք տան։ Դեպքեր կա, որ մենք ենք ինֆորմացիա ուղարկում, ասում ենք պահի ախպեր։ Հա? Հեսա դրանք անդրադառնանք։ Այսինքն տեսեք, տղեկ, երկու կոպիտ ասած ճյուղ կա, մեկը ես զանգում եմ ուզում եմ, մեկը զանգում եմ, ասում եմ վեկալեսիկը պահես։ Որտեվ տղեկ, եթե օրինակի համար ֆրոնտով մեկը ռեգիստրացիա է ասում, ես այդ տվյալները որ հավաքում եմ օբյեկտում, պետք է fetch-ին տամ, հասցեն տամ, տղեկ, ինքը fetch-ը առաքիչ է, տղեկ։ Ու առաքիչի համար կարևոր չի, ինքը գնում է վերցնում է որ տանի, թե բերում է ինչ-որ մի տեղից ինչ-որ բան։ Հա? Օրինակ կա չէ, առաքիչից առաքիչ հանգում ես գալիքո դրդմից վեկանում է, տանում անդր։ Դա որ ուղղակի պատվիրում ես եսի մուրտեղից, գնում է, չգիտեմ, սուշիից եսի ինչ բանա վեկանում, սուշի է բերում։ Fetch-ը տղեկ ջան, այդ առաքիչն է։ Առաքիչին պետքա տանք հասցե, Վալեր ջան, սա հասցեն է։ Տեսա, նայ գրած է Մարգարյան երկրորդն։ Ուրեմն նայ, այս հասցեն է, տղեկ ջան, այս առանց հասցեն առաքիչը չի մնա ինչ անում։ Հա? Ու բնականաբար տղեկ ու սարքելու, դե Գուրգեն ջան, ոնց է հասկանալու ախպեր ինքը պետք է ասած առաքումը բերի, թե տանի ինչ-որ մի բան, հա? Այս սլակներից է կարող։ Չէ, այս fetch-ը մի հատ ուրիշ բան ունի, տղեկ ջան, հա, այս ավշոց fetch-ով չեմ շարունակելու, էլի, հեսա ուրիշ տեղով կասեմ։ Տղեկ, հիշեք, որ fetch-ը ինչ էլ ուզում ա գրեմ, տիկ, հիմա ինչ տրյուկ էլ ուզում ա կիրառեմ։ Ինչ ինստրումենտ էլ բերեմ, ասեմ տղեկ, այս սրանով ավելի հարմար է, սրանով ավելի հեշտ է։ Վալեր ջան, հիշի ընդմիշտ։ Սաղ բաների տակից աշխատում է fetch-ը։ Տղեկ, էսի զավացքո իրա զավոդ եկածն է։ Դու Գուրգեն ջան տյունինգի անես, ինչ էլ անես, ախպեր ես մարդը fetch-ն է մենակ հասկանում։ Հա? Դու տիկ ջան կարող է վերցրել են իրանք fetch-ը, սիրունացրել, ավացրել, պուպուշ բանեն սարքել։ Պալյուբոմ ու տղեկ, տակից աշխատում է fetch-ը։ Okay։ Ահա, եսի հասկացա։ Fetch-ը ինչ էլ է վերադարձնում, Վալեր ջան։ Promise։
Promise, տղեկ, այդ բառը միշտ հիշեք, էջը միշտ վերադարձնում է promise։ Դիգ եթե վերադարձնում է ինչ-որ մի հատ ֆունկցիա մեզի promise։ Այդ ինչա նշանակում մենք կարանք գրից կանչենք դե։ Հա? Որտեղ ուրիշ control ձև չունենք, տղեկ ջան, որպեսզի ես օրինակս դառնա ավելի լավ, ավելի արդեն մոտ այն նրան ինչ որ մենք Գուրգեն ջան ամեն օր անելու ենք արդեն։ Ես կծանոթացնեմ ձեզ Axios-ի հետ։ Հիմա բոլորդ գրեք ձեր մոտ Axios.js։ Ես ամեն առաջինն է։ Ջան, էս հա տղեկ ջան, այս մեկը, այս GitHub-ովն է։ Չթար Վալեր ջան։ Իշ տվեք ամենաներքևը տվեք, scroll արեք լավ ներքև, մի հատ CDN կա գրած։ Այս CDN-ի մեջ բան կա, այդ անունն ասեք։ Script։ Այս script-ը copy ենք անում։ Բայց որ script։ Երկրորդ։ Հա։ Բերում ենք index.html տվեք։ Մնայք տվեք ջան, եկեք այս գրադարանի հետ ծանոթացնենք։ Վալեր ջան, միշտ չի ու անընդհատ չի, որ մենք ամենին զրույց ենք գրում։ Երբեմն դեպքեր կա տվեք, որ ժամանակ խլայելու թե ինչ-որ ինչ պայաճառներով, հա, մենք օգտագործում ենք գրադարաններ։ Ինչա նշանակում տվեք ջան, գրադարան հասկացողություն։ Տիկ ջան, կլինի Angular, կլինի React, կլինի back-ի ինչ-որ framework, կլինի ինչ-որ բոլորը օգտագործում են գրադարաններ։ Ինչա իրանից ենթադրում գրադարան կոչված է։ Մարդիկ ինչ-որ մի հատ բարի մարդ կամ չգիտեմ ինչ-որ ֆինանսավորում ստացած մարդ ժամանակին գրում է այս ամեն ինչը, տիկ ջան, ու դարձնում է ընդհանուր հասանելիության։ Օրինակ բերեմ, տիկ ջան, դու կարող ես շատ հավեսին մի հատ ֆունկցիոնալ ես գրում կամ խաղ ես սարքում, ու որպես օրինակ գցում ես, որպես գրադարան։ Այսպես հարգելիներս կարող օգտվեք սրանից, լավ բան եմ գրել, ոբշեմ ես կոմենտը, որ ես խաղ պետք է լեսի օգտագործեք, կամ վալերը մի հատ մաթեմատիկական հաշվարկով եսի ինչ բարդ ֆունկցիա սարքում, Գուրգեն ջան, որ չգիտեմ, եսի ինչն է հաշվում։ Էդի գցում է ընդհանուր հասանելիության որպես գրադարան, մարդիկ օգտվում են դրանից։ Հիմա այս Axios կոչվածը տվեք ինչ-որ մեկի սարքածն է, որ ուղղակի մենք օգտվում ենք, օքեյ։ Հիմա եկեք լավ, մենք խմես JavaScript-ով ասեմ։ Տայք, եթե այս գրադարանը չկպցնեմ, Վալեր ջան, այսինքն կոպիտ ասած գրադարանը բանը որն է, ես պետք է այս գիրքը բերեմ տուն, տիկ ջան, որ կարողանամ կարդամ։ Հա? Եթե անկեղծ ընդ չգիտեմ, Վալեր ջան, ընդ вообще երբեք չեմ բան արել։ Ինչի գեշի, ոնց որ սկրիպա JavaScript-ը կոդի տագորի։ Նայեք, հեսա վերադառան կպցրեցի, չէ, ցան երկու։ հեսա իրականում ինադու եմ դրել ստեղ, որտեղ հեսա պետք է մի հատ խնդիր ստանամ ստեղ, էլի։ Շատ ճիշտ են անում, Վալեր ջան, որտեղ հեսա մենք էլ ենք տեղափոխելու։ Հեսա մի հատ այդ խնդիրը ցույց տամ, եթե հուսամ կստանամ այդ խնդիրը, էլի։ Ուրեմն նայեք։ Հա։ Նայեք, տիկ ջան, հիմի ես տվեք նայեք ինչն է խնդիրը։ Ես հիմա իմ JavaScript-ի մեջ օգտագործել եմ այս գրադարանը։ Տիկ ջան, եթե նենց ստացվեց, որ ես օգտագործեմ ինչ-որ մի բան, որը որ դեռ չի հասել, չի կպել, տալակելու է։ Հա, որտեղ տղեկ ջան, պատկերացրեք, որ այս գրադարանի կպնելը արդեն ինտերնետից է կախված տիկ։ Script.js-ը տղեկ ջան, ձեր պրոյեկտի մեջ է։ Վարկյաններ է տևում սրա կպնելը։ Բայց Վալեր ջան, սա դու բերում ես ուրիշ աղբյուրից, եթե դու ուրիշ տեղից, Գուրգեն ջան, ինֆորմացիա ես բերում, դա արդեն կախված քո ինտերնետից, սա կարող օրինակ մի քանի վարկան տեղի միջև կպնի։ Հա? Եթե ինչ-որ բան կոնկրետ ինչեր ես բանը, մեզի ինտերնետ կոմուտացիա պետք չէ, որտեղ մենք ամեն մեջ ենք։ Բայց ըմի ինտերնետը տակից չի աշխատել։ Բանը, դեսից ինֆորմացիա, բարձի չէ ինտերնետը դե աշխատել։ Հա, պատկերացրեք, այսինքն դրա համար է մեր համար Վալեր ջան կապ չուներ, դու ինտերնետ ունես, թե չունես։
որտեղ մեր աշխատում էր մենակ քո կոմպի ֆայլերով, բայց հիմա տղեկ ջան, մենք այսամ արդեն կախում ունենք, նախ պետք է գրադարանը կպնի տիկ ջան։ Հետո դու պետք է առաքիչին ասես գնայես հասցեով ինֆորմացիա բեր, եթե ինտերնետ չունեցար, դու ոչ մեկի ոչ կարողանալու ես զանգես, ոչ դիմես։ Պետք հալու ենք նախնադար էլ։ Հիմա նայեք տղեկ ջան։ Lib-ը կոչվում է Axios։ Պետք չի ոչ մի բան, սա ոնց էր Windows-ում։ Չէ՞ Վալեր ջան։ Նույն ձևի արդեն Axios-ը հասանելի է որպես այտենց ընդհանուր անուն։ Ոչ այդ Axios-ը ընդհանուր մեծ անվան բան։ Չէ, ինքը մի հատ մեծ գործիքակազմ է։ Մեծ տունը։ Հա, ինքը մի հատ առանձին, ոնց որ Windows-ն է օբյեկտ, Գուրգեն ջան, նույն ձևի Axios-ը մի հատ ուրիշ օբյեկտ է։ Որը ունի իր լիքը տիկ ջան, մեթոդները, ֆունկցիաները։ Տղեկ ջան, ստեղ ավելի պարզ է։ Axios.get։ Տղեկ ջան, get-ը բերելն է։ Հեսա եկեք հերթով օրինակներով կգնամ, չեմ ուզում մի անգամից սաղի մասին ասել։ Հասցեն հիշում ենք users, չէ՞։ JSON placeholder, եսիմինչ, get users։ Տեսել ես users, չէ՞։ Տղեկ ջան, ես Axios գրադարանին խնդրում եմ, որպեսզի բերի, հա, get բառը տղեկ հավասար է նույն բերելուն։ Հա։ Համոզում եմ բախտերը get elements Խոսքի, այն նույն get-ն է, ապրես, get, բեր, ինչ-որ մի բան։ Իմի տղեկ ջան, ասում եմ Axios ջան, get արա էսի, տիկ։ Get դեն։ Էս get դենը անխուսափելի է տղեկ։ Որտեվ տիկ ջան, այստեղ դու ինչ ես արել, էս նույն fetch-ն է, հիշում ես։ Ահա։ Վալեր ջան, էսի get մեթոդը գիտես ինչա վերադարձնում։ Այս մեր ֆունկցիան, get ֆունկցիան։ Promise է վերադարձնում, Վալեր ջան։ Հա, տիկ ջան, յուբոյ բայ, եթե promise էր վերադարձնում իրա վրա պետք էր կանչել ինչ։ Դեն։ Գուրգեն ջան, այս Axios-ը մի հատ մեծ օբյեկտ է։ Բայց ինքը ունի մեթոդներ, ֆունկցիաներ։ Հա? Օրինակ sense պատկերացրեք, տղեկ, նայեք, constant Axios-ը հավասար է, այսինքն օբյեկտ է, Գուրգեն ջան, որի մեջ գրած է մի հատ get ֆունկցիա, ասենց։ Որը որ return-ը անում, տղեկ ջան, new promise, հա? Պատկերացրինք, չէ՞ արդեն ինչա կատարում։ Այսի տղեկ ես ձևական եմ գրում, էլի որ զուտ դուք պատկերացնեք։ Մեջան սա հենց էլի հենց դերեցի սա promise-ն է։ Այո, եթե գրել եմ get-դեն, ուրեմն տակից promise։ Այո։ Ուրեմն նայեք, տղեկ ջան, որպեսզի այս դենը տղեկ ինչի մի հատ ֆունկցիա գրի։ Ես էդ ինչ դուխով եմ, տիկ ջան, որ վստահ եմ, որ այդ ինֆորմացիան հաստատ գալու։ Ախպեր կարող է ինտերնետի պատճառով չի գալու։ Պարտադիր պետք է գրեմ հակառակ դեպքը, Գուրգեն ջան։ Հակառակ դեպքում գիտես ինչ պետք է գրեմ։ Այն վատ դեպքում, էլի։ Գրել եմ, տղեկ, նայեք, այստեղ resolve ու reject-ը դուք չեք որոշում։ Զգացել եք, որ դա էլ ձեր ձեռը չի։ Այն ժամանակ Գուրգեն ջան, դու եք քո if-ը գրում, ասում ես ախպեր, դե եթե sense էլ է։ Եթե կա, ուրեմն result թողնում, եթե չկա, դու եք որոշում։ Հիմա էլ դու չես որոշում, Գուրգեն ջան։ Հիմա որոշումը արդեն Axios-ի get մեթոդը, քեզ resolve տա, թե reject տա։ Այդ հիմի դու հասկանաս արդեն առաջին resolve-ը, երկևը reject-ը, այս դրա պիտի գրես։ Այո։ So, դու գիտես մենակ մի բան, Վալեր ջան, առաջի ֆունկցիան լավ դեպքն է, երկրորդ ֆունկցիան վատ դեպքն է։ Ուրիշ բան քո ձեռը չկա, տղեկ, մեկալել է։ Այսինքն Գուրգեն ջան, եթե դու ուրիշ խնդիր ունենաս, որտեղ որ կօգտագործես promise, անձամբ կգրես քո promise-ը։ Տիկ ջան, այդ դեպքում դու կունենաս control ինքդ որոշելու, քո համար դա լավ է թե վատ է, որտեղ այն որ ես զանգում եմ խոսքի քեզ ասում եմ, տիկ ջան, օրինակ եմ ասում խոսքի։ Այս ինչ բանը կարաս անես, զանգում ես, ասում ես ախպեր, գիտես, ինչ դրա կեսն եմ կարող անեմ, տիկ եթե ես կարամ արդեն որոշեմ, իմ համար դա լավ է թե վատ։ Բայց այս դեպքում Axios-ի get-ի ժամանակ իրանք են որոշում, էդի քո համար resolve-ա թե reject-ա, մեր ձեռը մնում է մենակ հետևելը։ Մենակ հետևելը, հա? Okay։ Ահա, էսի sense։ Ուրեմն alert ենք անում վատ դեպքում, տղեկ, որ կապի խնդիր, օրինակ։ Չէ՞, մարդուն պետք է զգուշացնես, որ չեմ կարացել ինֆորմացիա։ Արդեն մենք պարամետրեր չենք տալի։ Էլ կներեք։ Всё, գնացինք, տղեկ ջան, իսկ դենը data։
Console-ով data, լավ։ Data-ն արդեն ինչ որ հետ վերադարձավ։ Ինչ որ վերադարձել է, data մի գրեք, անունը գրեք, բան, հա։ Ինքը տղեկ ջան արդեն էսի են, ինչ որ մենք սպասում էինք այս հասցեով, հա, այն ինչ որ սպասում էինք, որ մեզ բերեն։ Վալեր ջան, գալիս ենք մեր ուր է այդ անտեր մեր գրած չա։ Էս վայ եկա։ Տղեկ ջան, ինքը բերել է մեզ մի հատ մեծ օբյեկտ, բայց այստեղ բախտներս բերեց, գիտեք, չէ՞ որ ինտերնետը դանդաղ լինի օրինակ ինչ որ մի պահի։ Չի աշխատելու այդ լիբը։ Այսինքն էլ իմ ասած խնդրին ենք հանդիպելու դրա համար, եկեք ավելի լավ է մի անգամից հեսա ես ես փոփուշ ձևը ասեմ։ Նախ այս անտերը կվեկալ ենք կդնենք այստեղ։ Ինչ չանենք, Վալեր ջան։ Ահա, արի հիմա փակենք ու գանք այստեղ։ Տեսար, ասում ով է Աքսիոսը։ Վալեր ջան, ես այս մարդուն ոնց բացատրեմ ով է Աքսիոսը։ Ես էսի չգիտեմ, ոնց իրան ասեմ, որ գիտես ինչ մի հատ գրադարան կա, որը որ մեջը գրած, ասում է, բրա, այդ գրադարանը ինձ ինչ ախպեր։ Ասում է կգնաս, կբերես այդ գրադարանը, Վալեր ջան, կօգտագործեմ, չէ, չեմ օգտագործի։ Այսինքն նայ, դու JavaScript-ում, Վալեր ջան, Axios հասկացողություն չունես։ Սենց բան գոյություն չունի։ Դու ինչ-որ գրադարանից, աղբյուրից օգտվելով, Վալեր ջան, բերել ես էդի, կպցրել ես, որ կարողանաս օգտագործես, թե չէ տեսար, JavaScript-ը ասում է Axios ով է ախպեր։ Դրա համար մենք իրան պետք է բան անենք, տղեկ ջան, վերևն ենք կպցնում, որպեսզի իրանք կպնեն նոր մնացած։ Հա, որտեվ տիկ ջան, եթե քո ինտերնետը թույլ լինի, ու սա չհասցնի կպնի, քան սա։ Այսինքն իրանք շուտ կպնեն։ Այդտեղ կարանք արդեն խնդիրներ ունենան։ Ժողովուրդ ջան, եկեք ուրեմն sense պայմանավորվենք։ CSS եւ գրադարանները կլինի JavaScript-ի գրադարան, թե ինչ կլինի եւ այլն։ Head-ի մեջ ենք անում, տղեկ։ Եթե խոսքը վերաբերում է մեր JavaScript կոդերին, տիկ ջան, անում ենք body-ի ներքև։ Վալեր ջան, բարձա չէ՞ այս մասը։ Ահա, այ մի աշխատող։ Տղեկ ջան, ուրեմն այս մարդիկ ինֆորմացիան տալիս են մի քիչ տարօրինակ ձևով։ Բայց դե մենք չենք խառնում իրար ու տենում ենք, որ օբյեկտ է մեզ տվել, չէ՞։ Հեսա, ստացել եմ օբյեկտ։ Օբյեկտի մեջ կա մի հատ data, տղեկ ջան։ Մեզի պետք է օբյեկտի մեջի data։ Այսինքն, այս data կոչված է Գուրգեն ջան, որ տպել եմ։ Հայ, բանը, կայքը։ Հեսա, JSON placeholder։ Просто որ տես գրես բերելու է Գուրգեն ջան, JSON placeholder-ը գրես բերելու է։ Նայեք տղեկ ջան, ուրեմն ես դենի միջոցով, տղեկ, ստացա ինչ-որ data։ Լավ, եկեք data թող չլինի response-ը։ Տղեկ, response բառը անգլերենից նշանակում է պատասխան։ Վայ, response չէ, response։ Ուրեմն Գուրգեն ջան, response-ը մենք մեր աչքով տեսանք, որ օբյեկտ էր, չէ՞։ Օբյեկտի մեջ տիկ ջան, կար data, ինչ-որ k-ով բան։ Չէ, հեսա, data է k-ի անունով, Գուրգեն ջան։ Օբյեկտ չի։ Օբյեկտը ունի config, data, headers, request, status text, եսի ինչ։ Հա։ Վալեր ջան, մենք ըստեղից կօգտագործենք data-ն։ Որտեղ մեր ինֆորմացիան է դրա մեջ է։ Գրում եմ response.data Գուրգեն ջան, console log-ով։ Մի հատ կենամ վստահ լինեմ, որ ստացել եմ։ Всё, Վալեր ջան, անդեսի քեզի օբյեկտ։ Զանգված օբյեկտներով, չէ՞։ Data-ն բանի անունն է։ Դի ինչ որ օբյեկտի անունն է, չէ՞։ Չէ, ինչ որ հա օբյեկտի մեջ։
Ստացվել է, տղեկ, փորձել ենք, թե չէ։ Ահա։ Հա, շատ լավ։ Տղեկ ջան, եկեք ավելի մանրամասն այստեղ բան ցույց տամ։ Երբ որ մենք local storage-ի հետ աշխատել սովորեցինք, տղեկ, ես ձեզ ցույց տվեցի application-ի մասին, չէ՞։ Որ գալիս էինք application, այստեղ կար local storage, չէ՞ Գուրգեն ջան։ Хранилище, չէ՞։ Приложение хранилище local storage, չէ՞։ Լոկալային хранилище։ Տղեկ ջան, ուրեմն նայեք, այս application-ի մեջ այն վաղ ցույց տալի տիկ local storage-ում թե ինչ կա։ Հա, ոչ միայն local storage-ում, ընդ հազարում մի զիբիլ կա, էլ, բայց երբ որ console log, console-log է ասում, տղեկ ջան, սովորացրեցի console-ը։ Երբ որ CSS-ի հետ էինք աշխատում կամ HTML-ի, գիտեինք elements-ի մասին։ Տղեկ ջան, ժամանակն է, որ իմանանք ով է network։ Ուրեմն տղեկ, network-ում այս network բառի։ Հա ջան։ Հա, источник։ Չէ, источник-ի կողքինը պետք է լինի։ Սեթ։ Տղեկ, ուրեմն տեսեք։ Յուրաքանչյուր հարցում, որ դուք անում եք դուրս, այստեղ երևում է։ Այսինքն, Վալեր ջան, այս գրադարանը դու, որ դրսից բերել էիր, էսի այն գրադարանը չի տիկ ջան, որ սկրիպտով կպցրիր։ Ինքը չերես ինտերնետ գնաց հարցում արեց ու բերեց Վալեր ջան, քեզ այդ գրադարանի կոդը, նայ Գուրգեն ջան։ Preview-ում երևում է թե ես ինչ եմ ստացել հետ։ Այո։ Այսքան բան ստացել է Վալեր ջան ինքը, ոչ թե այսքան գործողություն կատարվում։ Այդ զանգալովքի կողքին։ Գրադարանից կոդն է, էլի էսի։ Էդի հետ, տվեք, դեպի այդ աքսոս գրադարանն է, որը իրանք գրել են։ Մի ժամանակ ռանդիքոն դա։ Հիմա նայեք։ Հիմա նայեք այս user-ը, տենում եք այս user-ը տղեկ։ Էս էլ է ձեր արած։ Այո։ Հիմա նայեք, ուրեմն այս հարցումի մեջ որ գալիս են Վալեր ջան header-ի մեջ, էսի այն հասցենա, որը որ ես դիմել եմ։ Էսի նույն ձեր կոդի մեջի գրած հասցենա տղեկ։ Preview-ն էսի այնա, ինչ որ մեզ պատասխանել է տվյալների բազան, զանգված է տվել։ Հա, օքեյ, տղեկ ջան, header-ը այնա ինչ որ դուք եք ուղարկեի եւ նու հələ որը տես պատկերացրեք այն հասցենա, որը որ դուք դիմել եք ու ինչ ձևով։ Տիկ ջան, ես գրել էի ընդ get, չէ՞։ Դրա համար այստեղ նայեք գրում է որ դու get ես արել, ստացել ես։ Մեթոդ զանգվածը get-ը։ Կոդ ստատուսը Preview, հեսա կոդ ստատուսների մասով եք խոսում։ Վալեր ջան, preview-ն էդի այն ինֆորմացիան է, որը որ դու իրականում ստացել ես այդ հասցեից։ Տղեկ, եթե ուշադրություն դարձնեք, մենք response-ը ուրիշ ձևով ենք ստանում։ Այսինքն նայ, ես տվյալների բազայից Վալեր ջան, մի անգամից զանգված էի ստացել, չէ՞։ Նայ, մի անգամից զանգված եմ ստացել, տղեկ։ Դիմել եմ user-ին տիկ։ Ստացել եմ զանգված։ Բախտեր այդ ոնց դարավ, ոնց ստացվեց, որ երբ որ ես response-ը գրում էի, տպում էի։ Իմ մոտ օբյեկտ էր ախպեր։ Տղեկ ջան, այդ կեղտ բանը, կեղտոտությունը արդեն արել է մեր գրադարան։ Այսինքն մենք իրականում տղեկ բազայից ստացել ենք այս նորմալ զանգվածը, տիկ ջան։ Այս պետք չէր օբյեկտ չուներ Գուրգեն ջան դեր։ Բայց տղեկ ջան, իմացեք, որ Axios գրադարանը այդ ստացած պատասխանը միշտ փաթաթում է հետևյալ օբյեկտի մեջ, նոր տալիս է մեզ։ Տիկ այսինքն երբ որ դու Axios-ից բան ես ուզում բերես, չերես Axios, դու միշտ պետք է պատրաստ լինես, որ միշտ օբյեկտ ես ստանալ։ Ու data-ի մեջ տիկ արդեն միշտ այն ինֆորմացիան է, data-ի մեջ որը որ բեքը իսկականում տվել է։ Կարա զանգված չլինի, կարա ուրիշ բան լինի։ Կարա օբյեկտ լինի։ Ոչ պետք չի ասել, որ դա զանգված է։ Այս դեպքում է։ Այս դեպքում զանգված, այո։ Տղեկ ջան, կա զանգված բերել ու կա մի հատանոց բան բերել։ Օրինակ, sense բան կա user/1, օրինակ եմ ասում։ Առաջինը բերի։ Էսի user-ներից մենակ Վալեր ջան, ինձ պետք է առաջինը։ Հոպա, նայ data-ի մեջ Գուրգեն ջան, այս դեպքում արդեն օբյեկտ է։ Նայ։
Datan որպես այդպեսին ինքը արդեն օբյեկտ է։ Վալեր ջան, գնում եմ նայեմ տենամ Zaprosը, նայ։ Zaprosը ասում է եղբայր դու դիմել ես ես հասցրել, ասել ես user-ներից առաջինը դուր։ Ասում եմ okay, ասում եմ բա ինչ եմ ստացել, ասում եմ մտի preview մտնում եմ, տենում եմ մի հատիկ օբյեկտ։ Տեստիկ ջան, ինչքան པարզ է, ասում է եղբայր դիմել ես ես հասցրել, ստացել ես ես եղբայր, այս passive կեր ես ստացել։ Քո դիմաց հարցումից տղեկ, դրան բնականաբար այս ամեն ինչ ինչ որ ես ցույց եմ տալի users մեկ բան, այսինքն էս չի դուք պետք է գուշակեք։ Հիշում եք, որ ասում էի դուք պրոյեկտ սարքելուց ձեր backend developer ծրագրավորողի հետ աշխատելու եք։ Դուք նախորդ Գուրգեն ջան պայմանավորվում եք, դու գիտես, որ դիմես սրան ես ստանալու, դիմես ինքը հերթով ասելու ախպեր, որ դիմես սրան ես կստանաս։ Կարող է ես դիմեմ, ասեմ, ապա չէ, խնդիր կա, դզի հելը բանսես։ Ոբշեմ, տղեկ, աշխատանքային process է, էլի, որ անընդհատ այդ քննարկելու եք նոր սիրուն առաջ անցնեք, հա։ Մինչև տվեք, մինչև շատ ավելի խորանալու ես request-ների հետ կապված ու ավելի շատ ինֆորմացիա տալը, եկեք ասեմ ընդհանրապես այս status code-ը ինչն է։ Ուրեմն, ոնց որ ասում են գեղի ջոջերը հավաքվում են տվեք ու որոշում են, որ ինչ-որ մի հատ խելացի բան մտածեն, որպեսզի իրար ճիշտ հասկանան։ Այն բանը տեսել եք տվեք, բան կար է, այն Pingvin's Madagascar, այն որ ապուր զնակեր են իրար տալի, որ ձեր գավազքիս է ձերով ոտով բաներ անում, 10 իրար ջոգում։ Տվեք, որոշեցին, որ ախպեր ես Zapros ստանալ ուղարկել եւ այլն այս process-ի վրա մեզի բան ա պետք։ Կարճ իրար հասկանալու կոդ էր դիք։ Ծածկագրեր։ Ուրեմն Վալեր ջան, այս խելոքներս որոշում են, որ 0-ից մինչև 500 դոլի եսիմ 500-ից 0-ից մինչև 600 թվերը ինչ որ կոդեր պետք է հորինել դիք։ Հավատա ամեն մի կոդ իր բան ունի, նշանակություն ունի։ Միջի թվերի տարբեր ինտերնետը տարբեր դիներ, երկու բանդարանում շփման բանդարանում։ Մի հատ բանդարանում 400 Մոտավոր, այո, մոտավոր։ Բայց այստեղ հստակ է Գուրգեն ջան ամենը։ Շրանց այնտեղ էլ է իրականում հստակ։ Պրոստը նայ։ Գրում status code։ Տայք այս 200-ը արդեն ինքը իրանով ինչ որ լավ բանի մասին է խոսում, որտեղ կանաչով։ Բայց տայք ջան գոյություն ունի հսկայական քանակության status code-եր։ Ուրեմն նայեք։ Կա 100-ից մինչև 199, 200-ից 299, 300-ից 399, ամեն մեկը մի հատ տարբեր բաժիններ է Գուրգեն ջան։ Ուրեմն նայ, ոչ միայն խնդիրը։ Տիկ ջան, ուրեմն երբ որ դու ստանում ես լավ դրական պատասխան, Գուրգեն ջան, դաժե դրական պատասխանը կարա լինի 99 տեսակի։ Ուրեմն կա պատասխան օրինակ սենց են պայմանավորվում, ասում է, եթե ես ինֆորմացիա ուզես ուղարկեմ, կասեմ status code-ը 200։ Ասում է, Վալեր ջան, եթե դու բան թազա սարքես իմ մոտ ու ստացվի այդ ամեն ինչը, ես քեզի կպատասխանեմ 201։ Ի նշան եսիմ ինչ։ Տեք, էսի չի հիշվելու Գուրգեն ջան, որտեղ։ Սովորաբար տվեք ջան, օգտագործում են մի քանի հատ ստանդարտ կոդ, որտեղ ոչ մեկ չի ցնդել դնի ախպերս 600 հատ կոդով if-ով ու else-ով բաներ ստուգի։ Հա? Վալեր ջան, հիմնականում կա երկու հատ հասկացողություն։ 200 status code-ը։ 200 status code-ը տիկ ջան, սովորաբար դնում են էդի միշտ, էդի նշանակում է ախպեր, կայֆ է դա, եթե խնդիր չի եղել 200 կոդը։ Տվեք ջան, եթե ինչ որ պատճառով դուք ստացել եք վալիդացիայի խնդիր, այսինքն օրինակ եմ ասում Վալեր ջան։ Օրինակ եթե Վալերը ուղարկում է տվյալների բազա ինչ որ մի հատ օբյեկտ ու տվյալների բազան backend-ը ուզում է հասկացնի որ Վալեր ջան, գիտես ինչ, email-ը նորմալ email չես խրկի, Վալեր ջան, ինքը քեզ պատասխանում է 400-ից 499 սահմանում։ 400 կամ 402, 403, չէ, 403-ը մի քիչ վատ բան է, ու լիքը սենց լիքը բաներ, հա տղեկ։ Վալեր ջան, երբ որ հիմնականում ուզում են ասեն, որ ախպեր դու շատ վատ գործողություն ես կատարել մեր կայքի հանդեպ, ասում է, քո արածը ամենակիչը շատ տղություն է, այդ ժամանակ վերադարձնում են 403 ստատուս տղեկ ջան։
403 ստատուսը նշանակում է, որ դու Գուրգեն ջան արել ես մի հատ գործողություն, որը երբևիցե իրավունք չունի այդպես բան անելու։ Տղեկ 404 լսել եք, ներով 404։ Հա, դիք ինտերնետի հետ է։ Չէ, դա չի գտնվել։ 411-ն է, չէ։ Այդպես մի հատ բան կար ինտերնետի 411 ինչ է։ Այս 404-ն է սովորաբար որ բանալում not found։ Հա? Տղեկ ջան, այդ 404 not found-ը գալիս է ստատուս կոդերից։ 404-ը նշանակում է, որ ինչ-որ մի բան չի գտնվել։ Այսինքն Գուրգեն ջան, դու մեկ ID-ով user-ին էիր ուզում, բայց այդտենց user չկա։ Դու կստանաս պատասխան 404։ Ի նշան, որ փնտրում եք մի բան, որը որ էլ գոյություն չունի, հա? Տղեկ ջան, 500-ից վերև հիմնականում այն խնդիրներն են, որ սերվերը տրաքել է, օրինակ, Գուրգեն ջան։ Կամ սերվերում հիմա լուրջ խնդիր կա ու սերվերը ընդհանրապես չի գործում։ Այսինքն տղեկ, եթե դուք ստանում եք 500 եւ ավելի ստատուս կոդ, տիկ ջան, ուրեմն խնդիրը հաստատ ֆրոնտից չի։ Վալեր ջան, եթե դու ստանում ես խնդիր 400-ից 499-ի սահմաններում, ամենայն հավանականությամբ խնդիրը հենց էլ ֆրոնտից է, հա, պատկերացրինք։ Այս երրորդ եւ առաջի պունկտերին չեմ անդրադառնա, որտեղ բացարձակ դրանք ձեզի հիմա պետք չեն, այսինքն ունենք 3 հատ դեպք։ Երբ որ լավ պատասխան ենք ստանում, տիկ ջան, սովորաբար դնում է 200-ից մինչև 299, կոպիտ ասած սկսում է 2 թվով։ Գուրգեն ջան, դա լավն է, այսինքն կարաս դրան ուշադրություն չդարձնես։ Ունենք վատ դեպք, երբ որ ֆրոնտը ինչ-որ մի բան թարս արի կամ սխալ արի կամ մի բան նիտոյ է ուզում, դա 400 կոդն է, այսինքն սկսում է 4-ով, վալեր ջան։ Եվ ունենք 500-ը եւ 599-ը, որը որ նշանակում է, որ սերվերի հետ ինչ-որ մի բան այնպես չի, արդեն կոպիտ ասած մենք կարանք հանգիստ քնենք, back-end ծրագրավորողներն աշխատեն։ Okay։ Ահա, էս էլ ասենց տղեկ ջան։ Ստատուս կոդերի մասով այսքանը, որտեղ դուք որ ըստեղ միշտ ստատուս կոդը տենաք տղեկ, միշտ կհիշեք արդեն ինչ եք ստացել, ինչի հիման վրա եք ստացել, հա։ Ու եթե ուշադրություն դարձնենք, ինչ է վերադարձնում մեր գրադարանը իր պատասխանում տղեկ, ստատուսը տալիս է մեզ։ Գուրգեն ջան, այսինքն եթե հասկացած ավելի խորը նայենք, պետք չի իրականում այս ստատուսը մեզի բան, բայց Վալեր ջան, ինչպես որ ասում էի, այդ դու չես որոշում resolve-ա թե reject։ Հիմա եթե չկա, ինչ անել պետք է կախի։ Գուրգեն ջան, ուրեմն սենց է բաժանում։ Axios-ը գրել են այդ գրադարանը։ Սա գտնում։ Գրել են բանի հիման վրա, այս ստատուս կոդի։ Ինչ են գրել Գուրգեն ջան, որպեսզի պատկերացնենք տակից։ Ուրեմն այս մարդիկ գրել են հետևյալը։ Տիկ ջան, ենթադրենք Axios-ը ես եմ սարքում։ Հա? Ենթադրենք Axios գրողը ես եմ։ Մի հատ Axios օբյեկտ եմ սարքում, մեջը գրում եմ get։ Ֆունկցիա եմ սարքում, չէ՞։ Որը որ վերադարձնում է new promise։ New promise իր հերթին նա ֆունկցիա ունի, չէ՞ տղեկ ջան։ Resolve-ից։ Տղեկ ջան, ուրեմն սես constant ստատուսը հավասար է ենթադրենք 200 կամ ինչ-որ մի բան, հա, ես այնքան որ գրեմ։ Տիկ ջան, ուրեմն ստուգած է հետևյալ բանը։ Եթե ստատուսը մեծ կամ հավասար է 400-ից reject։ Վալեր ջան, հակառակ դեպքում resolve։ Տիկ ջան, այն ստատուսը, որը որ դու կստանաս հարցումիցդ կախված, կլինի դա 200, կլինի 400, կլինի 500։ Անդերհան, այս if-ի մեջը պրինցիպը մատելի կդիներ 500-ի համար։ Չէ, դա Գուրգեն ջան, երկու հատ դեպքում ես, я resolve-ա, я reject։ Հա, я լավա, я վատա։ Տղեկ, լավա մենակ եթե 200-ից 299։ Չէ, հասկացիք 200-ից հասկացա։ Շայդ բան եմ ասում, այդ մասերի բաժանում դու բան։ Հա, ինքը գործ չունի Գուրգեն ջան դրա հետ։ Okay, վալուր։ Ինքը գործ չունի դրա հետ, այդ իրա գործը չի, Գուրգեն ջան։ Միակ իրա գործը այնա, որ ինքը ասի ախպեր, resolve թե reject։ Եթե reject-ա, ուրեմն հաստատ իմացեք տղեկ ջան, 200-ից 299 չի։ Եթե resolve-ի մեջ է մտել, ուրեմն սա կայֆ է։ Okay, հիմա հետ ենք գնում։
Այսինքն մոտավոր տվեք, պատկերացրինք, թե ինչի էլ մենք չենք որոշում, տիկ ջան, resolve-ը reject, որտեղ արդեն կա պրոտոկոլ կոչվածը, ու արդեն Axios-ը գրած է պրոտոկոլի հիման վրա տվեք։ Ուստեղ вообще զարմանալու բան մենք էլ չունենք։ Okay։ Okay։ Հիմա, տվեք ջան։ Ուրեմն, բացի Axios-ի get հանելուց, կա մի քանի հատ սենց էլի մեթոդներ, հա։ Մենակ մի վարքան կներեք, մը կարող հեռասար խոսամ դա։ Ինչ է որ։ Սեփոր ավարտել։ Անորոշ տանը կդես։ Նենց։ Ես մնացել եմ կորական։ Ինչ։ Ո՞ր։ Ահա Según lo que uno anda que Ожидание ответа сервера. Скачивание контента. Сидит ժամանակ ծախսել։ Այսը ստեղծիչ է տալի։ Այս կանոչը երգավասել poist NS Okay, տայք ջան, ուրեմն նայեք, բացի նրանից, որ մենք ունենք Valor ջան, get zaпрос, որ ինչ-որ ինֆորմացիա բերենք, նաև ունենք այնտեղ post zaпрос, որով որ սարքում ենք։ Տղեկ, ուրեմն կա մի քանի հատ էլի հա, ոնց է, չէ՞ status կոդերը։ Status կոդերի հիման վրա մենք հասկանում ենք այդ zaпрос-ը լավն է թե վատն է, պուպուշա թե պուպուշ չի, մեզ ինֆորմացիա տվել է թե չի տվել։ Տիկ ջան, ու պատկերացրու կան specific status կոդեր, Գուրգեն ջան, որոնց համար առանձին if-եր else-եր ա գրվում եւ այլն, դա մի քիչ ուշ ապագա է, բայց ոնց որ status կոդերն է, կա նաեւ այս get post եւ այլն, այս պրոտոկոլները, հա։ Այսինքն get-ը post որ գրես, դա անդա։ Հա, այսինքն դու ես ուղարկում արդեն։ Եկեք օրինակի համար, որպես օրինակ, տղեկ ջան, ըստեղ էլիս այս բան կա, նայ։ Այս բանում կա նայ նշում է տղեկ ջան, post, տենում եք։ Այս մարդը քեզ տիկ ջան, հասկացնում է, որ եղբայր, եթե դու post-ին, նայ, օպա, իդեալական տարբերակ, տղեկ տենում եք կա երկու հատ գրած post։ Լավ, եթե նույն հասցեով ես դիմելու Գուրգեն ջան։ Բայց ոնց է ինքը հասկանալու, պետք է սարքի թե պետք է տա։ Առանց արդեն մեթոդներով։ Սա կոչվում է մեթոդ, տղեկ։ Գուրգեն ջան, դու post-ով ես դիմել թե get-ով ես դիմել։ Այնինքն ես դրանից նոր կարող հասկանա, դու ուզում ես իրանից վերցնես, թե ուզում ես իրան տաս։ Այդ get-ը վերցնելը post-ը։ Այաբես։ Հիմա, հեսա եկեք ըստեղ գրեմ post, տիկ ջան։ Ըստեղ գրեմ post։ Չէ, լավ, արի ենթադրենք get եմ գրել, տիկ։ Բալա ջան, եթե get եմ գրել, նույն հասցեն է, նույն համարն է։ Նույն համարով զանգում եմ get մեթոդով, ինքը ինձ տալիս է ինֆորմացիա։ Ահա, մարդը ինֆորմացիա տվեց, նայ post-եր ա տվել մի 100 հատ։ Հա? Ահա։ Երբ որ հերիքա ես սա փոխեմ post, բայց տղեկ ջան, նույն հասցեով որ դիմեմ, հիմա ուշադիր նայեք ինչ է անելու։ Ահա։ Ուրեմն նայեք, տղեկ ջան, քանի որ էսի մի հատ շատ դեբիլ բան է, այս նշանակման նոր բան է ստեղծել։ Տղեկ ջան, սխալ է աշխատել։ Էսի քանի որ test տվի է, հա տղեկ, սա ոչ մի լուրջ բան իրանից չի ենթադրում։ Սխալ է աշխատում։ Տղեկ ջան, հիշեք, post մեթոդը սպասում է երկրորդ պարամետր։ Ինֆորմացիա։ Հա? Օրինակ, post-ում ես պետք է իրան ուղարկեի օրինակ name, եսիմինչ, հա, սենց ինչ-որ մի բան, հա, օրինակ եմ ասում։ Ու ես իմ ուղարկածը տիկ ջան, ինքը պետք է տաներ պահեր։ Այս։ Էսի իմ ուղարկածն է տղեկ։
Էսի արդեն հետ ստացած ես, նայ։ Տեք ջան, ուրեմն ես մի քիչ դեբիլ ձևով աշխատում, ինչ ուղարկում ես հետ ուղարկում։ Վրանի սարքեցի։ Հա, քանի որ ինքը Վալեր ջան տեստովի է, ինքը իրական չի։ Ինչ ուղարկեմ իրան, տիկ ջան, ըստեղ մի հատ եկա օբյեկտ եկալ եմ ուղարկեմ, չգիտեմ խոսքի title-ը եսի մի ինչ բան։ Պրոստը վերցնում է, տանում է ու հետա բերում, հա։ Գուրգեն ջան, մենակ մեթոդի շնորհիվ էր, որ այս անտերը հասկացավ, որ ինչ սարքում եմ, ինչ սարքում եմ։ Սարքում եմ, թե բան եմ անում։ Ստանում եմ։ Տղեկ ջան, եթե մտածում եք մենակ post-ով ու get-ով չէ։ Կոմունիկացիան բարդ է, որպեսզի ճիշտ հասկանան back-ն ու front-ը իրար, մեզ մի հատ երկու հատ status code-ը հերիք չի։ Տիկ ջան, կա put մեթոդ, հա? Put մեթոդ։ Ինչ անում put մեթոդը, Գուրգեն ջան։ Ուրեմն, եկեք Telegram։ Դրական կա։ Այն սայթը որ post-ը պետք է, դրական put կա։ Ցածր եմ ուզում բացել։ Հեսա սա կա։ Այն առաջ սայթը որ բացել։ Հա, principi հա, ճիշտ է, հեսա։ Ուրեմն հեսա, տայք, ուրեմն get, ճիշտ է, հա։ Get, post, put, patch, delete։ Տիկ ջան, get-ը data բերելն է, ճիշտ է, ինֆորմացիա բերելն է։ Ես բայց քիչ 4 հատ։ Որը։ 4 հատ get կարելի։ Էնի ինչ։ Էնի ուղղակի endpoint-ներ է, Գուրգեն ջան, այն նրանց մի ուշად։ Էսի պրոստը ոնց որ ցուցակ ա տվել, թե ինչ կարաս անես։ Ինչ էսի հասցեներ ա գրած պրոստը։ Վալեր ջան, ուրեմն get-ը բերելն է։ Կոմբիտ ասած էս։ Տարբեր հասցեներ ա դիմելու։ Հասցենա, post 1-ը ինքը գրած 1-ն է, post 1 comment-ը առաջի comment-ը է։ Comment-ից, հա, post ամենակ առաջի post-ը, в общем, sense տարբեր ձևեր կա, էլի։ Նու մեկ սրա վրա շատ չենք խորանալու, իրանք են sense գրեք Գուրգեն ջան, այսի մեր backend ծրագրավորողը պետք է մեզի ասի, որ դիմենք։ Հա? Այսինքն այսի մենք մեր backend ծրագրավորողի հետ ենք սարքելու այս հասցեները։ Okay։ Հա, հասկացա։ Տղեկ, ուրեմն get-ը բերելն է, post-ը սարքելն է։ Տիկ ջան, երբ որ սարքած բանը ուզում ես փոփոխես, հա, այսինքն օրինակ post եմ սարքել, բայց ուզում եմ փոխեմ։ Էդի put-ով ես դիմում։ Նայ, Գուրգեն ջան, եթե խորանանք հասցեն նույնն է։ Բայց put դիմես, տիկ ջան, ինքը կհասկանա, որ դու իրան ինֆորմացիա ես տվել, որ պետքա թարմացնի եղածի վրա։ Ավելացնի։ Փոխի եղածի վրա։ Ամեն որ ID-ն 2 սեղավ գնալու է գտնի 2 ID-ով 3 սա։ post-ը, 3 ID-ն չի փոխվում, տղեկ։ Չէ, ինչ որ բան նկարագրությունը փոխի, այո։ Այո։ Post-ը, Վալեր ջան, սարքելու է նոր post։ Տղեկ, put-ը գնալու է գտնի քո տված ID-ով post-ը փոփոխի եղածի վրա։ Տիկ ջան, այս ID-ն միշտ մեկ է, ID-ն երբեք չի փոխվում։ Դու ծնվելուց ստացել ես անձնագրի սերիա, всё, էդ է քո։ Տղեկ ջան, կա patch, patch-ը մասնակի փոփոխություն է, երբ որ օրինակ դու put-ով դիմում ես Գուրգեն ջան, այն դեպքում, երբ որ post-ից 3-4 հատ պարամետր փոխել ես։ Patch-ը ընդամենը մի հատիկ փոփոխության համար է, Վալեր ջան, այսինքն օրինակ ասում ես ախպեր մի title-ից title-ը փոխի։ Էդի patch-ա կոչվում, կամ ասում ես ախպեր ես գնա մի հատ նկարը փոխի, տիկ ջան, էդ էլ է patch։ Դու փոխել ես ընդամենը մեկ բան։ Put-ի ու patch-ի մեջ այտենց կրիտիկական չի տարբերությունը, տղեկ, դա ավելի շատ կոպիցիզության հարց է, էլի, այտենց որ խորանանք։ Վալեր ջան, եւ delete մեթոդը, delete մեթոդը նրա համար է, որ դու ինքը հասկանա, որ դա ուղղակի տվյալների բազայից պետք է անհետանա, ջնջել, հա? Բայց հետո չես կա հետ։ Չէ։ Օրինակ առաջի ջնջարկը։ Չկա դες։ Առաջի ջնջարկը։ Գոյություն չունի։ Տվյալների բազայից ջնջվավ անվերադարձ, okay։ Լավ, տղներ ջան, լավ։ Ուրեմն մենք փաստացի, գիտենք տիկ ջան, ինչա status code հասկացողությունը, դա նրա համար է, որ իրար հետ շփվենք, հասկանանք ինչա։ Երկրորդը, մենք գիտենք, տղեկ ջան, ինչա նշանակում մեթոդ։ Մեթոդները լինում են get, post, put, delete եւ patch։ Հա? Ամեն մեկը բնականաբար իր նշանակությունով հիմնականը կիրառում ենք տղեկ ջան մենք հələ որ post-ը եւ get-ը։ Հա, որպեսզի post-ով սարքենք, get-ով ստանանք տվյալներ։ Տղեկ ջան, fetch-ը դե հիշում ենք, դա նախնադարից եկած բաններ, fetch-ի տակից աշխատում է prompt։
Տիկ ջան, որպեսի fetch-ով չանենք, որտեղ fetch-ը երկու հատ դեն իրար հետևից պետք է գրեմ ու բան հարմար է եւ այլն եւ այլն։ Ես կգրեմ այդ ամեն ինչը Axios-ով։ Վալեր ջան, Axios-ի նման գրադարաններ շատ կա։ Axios-ից բացի մի հատ ուրիշ կար, անունը չեմ հիշում ինչ էր։ Ajax-էր, ինչ էր, ոբշեմ։ Շատ լրիվ ուրիշ գործիք էր։ Տղեկ ջան, հա, ինքը ձերի բանը պրոստը ավելի հարմար է կիրառության մեջ։ Նայ Գուրգեն ջան, գրում ես Axios.post.get հեշտ չի, հարմար է։ Չէ, հասկանալի է։ Մի ստրանից մենք ինչ կան, վերցնենք ֆուտբոլի պետք է։ Post-ել օրինակ user-ների։ Mesela չի։ Այս Գուրգեն ջան, այս հասցեին հետ նկատի ունես, թե get ու Axios։ Չէ, get-ն ու Axios-ը բան, այս Axios-ից մենք ինչ կարող վերցնենք ֆուտբոլի պետք է։ Axios-ից get մեթոդը, post մեթոդը ուրիշ ո՞նց է զապուսանում։ Ոնց ես ուրիշ ինֆորմացիա բերել, չես կարող ուրիշ ձեր ինֆորմացիա բերես դրսից։ Axios-ը դրսից հա, սրա միջից մեզ ինչ հատել։ Axios-ը ինչ ինֆորմացիա հատել սրանից։ Axios.get-ից թե սրանից, նայ Գուրգեն ջան, Axios.get-ը գործիք է։ Get-ը դե բերելու համար, բայց դրա միջից մեզ ինչ է պետք, կոդա պետք է։ Չէ։ Իրա տակի գրած կոդն է։ Հա, բավոն, իրա տակի գրածը հասկացա, ես բանը որ կա, անց է, լինքը որ կա։ Հա։ Այդ լինքը մեզ լինք, նա ուրիշ լինք են դնում, այդ լինքը մեզ ինչ է։ Այս լինքը Գուրգեն ջան, անկապ լինք։ Հա, չէ, էլի հասկացա։ Կախված քո տված լինքից ինքը կգնա այդ հասցեով կբերի քո ուզած ինֆորմացիա։ Հա, ուզում եմ հասկանամ, կախված այդ լինքից, ինչից է, ամեն մեզ ինչ է։ Տալիս է հա, լինքը կամ տալիս է բան, դրանից մենք ինչ պետք է վերցնենք, որ մեզի պետք է։ Հիմա օրինակ, եթե sense խնդիր տամ Գուրգեն ջան, ասեմ գնացեք ես ինձ հասցեով վերցրեք զանգվածը ու աղյուսակում նկարեք։ Հա? Ասում եմ user-ների ցուցակը նկարեք տվեք։ Ասում ես որտեղից, ասում եմ հասցեն հես հասցեն։ Հա? Ասում եմ ես հասցեով տվեք ինֆորմացիա կա, պետք է նկարվի table-ում։ Okay, ինչ պետք է անես Գուրգեն ջան, պետք է դիմես Axios-ին get մեթոդին որպես գործիք, ինստրումենտ։ Իրան պետք է տաս հասցեդ, response-ը դու պետք է չէ, հասկացա, ինչ որ փոփոխական դի վերագրել չէ։ Էսի, իհարկե։ Հəmi ես get response-ը։ Չէ, response-ը հասկացա, պետք լավ դեպքն է, որ գտա։ Հəmi get դրա մեջ է, ֆունկցիայի մեջ է պետք է գրենք, ամբողջ նկարը process-ը։ Ուզես թե չուզես այո։ Դու մենակ այդտեղ ունես արդեն ինֆորմացիա։ Չէ, հասկացա։ Այդ get ու դրա մեջ է պետք է գրենք։ Այո։ Որ չգտա, որ Այ ես ինչ կանեմ Գուրգեն ջան։ Ուրեմն տղեկ ջան, ես կնկարեմ այդ զանգվածը կամ շուրում փոփոխական վերածես, դուսը սարքես գրես։ Ես կարող ֆունկցիա սարքեմ Գուրգեն ջան։ Որը պարամետրով կստանա զանգված։ Արվեր։ Տղեկ ջան, երբ որ բալեր ջան, ես ստանամ զանգվածս, չէ, դիմել ես հասցեով, դենով ստացել ես, response-ի data մեջ, չէ, տղեկ, sense չէ, response կես data-ն։ Կարամ տիկ ջան, մի անգամից response data-ն փոխանցեմ draw ֆունկցիային։ Հա, ասում նկարելու կտորը արդեն ես այստեղ կգրեմ, ինչ կանեմ, կգնամ list-ս կբերեմ, create element կանեմ տիկ։ Հա, խոսքի, հա։ Այսինքն եկեք մի հատ որպես օրինակ արագ լուծեմ։ Արարեմ, ստացել ենք տղեկ ջան, չէ, console log-ով, էսի ստացել ենք մենք այս ֆունկցիայի։ Եմ post-ը copy, դեռ քիչ բերի։ Ինչը։ Մեր post-ը users-ը մեր քիչ։ Տասատ օկտատեր ունենք, տղեկ։ Ուրեմն, որպեսզի նկարենք օկտատերերի ցուցակը, Վալեր ջան, ես մի հատ այստեղ HTML-ում սարքեմ div id-ին հավասար list։ Դա table-ը կեցած մեջ սարքեք։ Table-ը կարա չանցկաս div-երով հավաքես, չէ՞ օրինակ։ Հիմա եկեք ինչ եմ անում, constant list-ը հավասար է, document get element by id։ List-ը ստացան։ Ստացա։ Հետո սարքում։ For each պետք է ֆրամ Վալեր ջան, զանգվածի վրա, արորը կես for each։ Զանգվածը մեզի հետ։ Հաջո։
տեբիների պես ուրիշ դանգված Չէ, ինքը սովորական ուրիշ կատեգորիայի դանգված չի տալի, որ սայթին Չէ։ User չէր տալի։ Console-ը user։ Հələ որ։ User-ը օբյեկտներն են։ Օբյեկտներն, այո։ Գնանք համոզում ենք։ Ահա, տղեկ ջան, ամեն օբյեկտը հատված ստաց։ Այսօր բան եմ սարքում։ Այո։ Տիկ ջան, ոնց պետք է անենք, այսինքն ամեն անգամ մի հատ պետք է սարքեմ constant div-ը։ Հավասար է document-ին, խնդրենք, որ create element-ով սարքի մեր համար մի հատ div։ Հետո div-ը գցենք բանի մեջը, Div-ի text content-ը հավասար է user-get name անիշ։ Այդ դրանք ինչ ունի, որ արժի նկարել տվել։ User-ը ունի name, հա ունի, username ունի։ Կարամ սենց գրեմ, user get name Պլուս մի հատ մեջտեղ գծիկ դնեմ, հա։ Բայց բանով չենք կարա անենք, չեք Արանք չենք կարա, այդպես ավելի ճիշտ կլներ։ User-ը։ Հա, միանշանակ այդպես ավելի լավ կլներ։ Ահա, всё։ Բանը կարող է։ Էս ինչ անեմ թատ իմպորտ անում ես ապուշը։ Ջնջում է։ Ճիշտ որ անգամ բանը դերս ավելացնում։ Դա քիչ չնկարեց։ Չգցի մեջ է։ Ինչի մեջ։ Բանի մեջ, div-ի մեջ է։ Okay։ Դու վիրտուալ ես տա։ List-ի մեջ պետք է append child անենք պարտադիր Վալեր ջան, մեր div։ Վիրտուալ սարքվել է, բայց։ Հա, ինքը ուղղակի գոյություն որոձի ունի, որոձի չունի։ Բայց դզեց։ Տղեկ, այս ինֆորմացիան որտեղից մեզ, ինչ որ հասցեից։ Հա, ստոր, ես մի եմ հասցնել, բայց ես ինֆորմացիա։ Նայ, Գուրգեն ջան, մենակ դենի մեջ է, որ դու ունես այդ ինֆորմացիան։ Տիկ ջան, դու ստեղ չես կարա կանչես draw ֆունկցիա։ Որտեղ Վալեր ջան, դու այդ ինֆորմացիան չունես։ Ինչ ես նկարելու, ինչ ես տալու որ նկարել։ Հա? Մենակ մենք ինֆորմացիան ունենք, տղեկ ջան, այս դեպքում։ Լավ։ Հիմա, քանիսից ես սկսել ենք։ Կոպիտ ասած պետք է բան ասել, իմանաս քեզ ինչ ա վերադարձնում, չդրա դու գրել բան։ Ինչ որ բան, ճանբարը տալի օբյեկտը տալի։ Ահա։ Տղեկ, ուրեմն նայեք, data ID։ User-ի ID-ին պահեմ div-ի վրա, հա։ Շարունակենք էլի այս ֆունկցիոնալը, հա տղեկ։ Այնտեղ տալու է, բայց բանի մեջ է։ Էլի դիջել են, հա։ Պրեսիս։ Resource-ը աշկի շենջել է։ Okay։ Նկարեց, տղեկ ջան, գամ տենամ div-երից վրա ID-ս պահել է, հեսա պահել է։ Աջան։ Ունեմ ID-ները։ Ես չեմ, հորինես հա, ինդեքսները չի տղեկ ջան, սա ID-ներ։ Ես այն ID-ներն է, որոնք որ իրանք պահել են տվյալների բազայդի։ Տղեկ ջան, ուրեմն եկեք քլիքի event կախեմ սրա վրա, որ ինչ որ user-ի վրա քլիկ անելու դեպքում գնամ բերեմ իրա արդեն անհատական տվյալներ։ Նայ որտեղ Գուրգեն ջան, երբ որ ես ուզում եմ բոլոր user-ներին օրինակ բերեմ, գրում եմ /users։ Երբ որ մի հատն եմ ուզում, Վալեր ջան, գրում եմ /users/1/2/3։ Դրա համար տղեկ ջան, մեզ պետք է որ մեր այս div-ի վրա, Ադևն լիստը կախենք։ Այդպես անենք, թե գցելուց հետո։ Տակ չունի։ Ահա, քլիքից մեզ ինչ տա պետք է ստեղծի։ Այդ user-ը։ Կամ կարամ event-ով անեմ, տղեկ ջան, event target-ով։ Հա? Քեզի div-ը չի պետք տիկ ջան, իմանասում վրա է քլիքը։ Մեզ user-ն է պետք, ցեդի ինֆորմացիան։ Չէ, հոբ, ինձ ID-ն է պետք։ Հա, բանը, data ID-ն է։ Event target-ի ID-ն պետք է լինի, չէ՞։ Արել է տենանք event target-ը ով է։ Այնա, բերում է 5, 7, 10, չէ՞։ Դայք, քանի որ իրականում for-ը ես էստեղ եմ ֆրացի, ապչուտ
Div-ս ստեղ է, ես կարող ուղղակի ստեղ գրեմ console.log div իրականում էլ։ Չէ՞ ստեղ չի։ Հա, եթե վերևը կախվի։ Այդ ջան, ուրիշ բան, հասանելիություն չունենայի բան ձերս տակ չներ։ Հա, այդ դեպքում Վալեր ջան, ես ստիպված կլինեի event-ով նայել, բայց այն